Այսօր ողջ օրը ազգային ժողովը չավարտեց փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը, հարցեր տալու համար 43 պատգամավոր էր հերթագրվել, իսկ ելույթների համար էլ ավելի շատ 59։ Բավականին պոպուլյար եք, պարոն Վարդևանյան։ Շնորհակալ եմ։ Եվ օրվա վերջում ելույթները նոր սկսեցին։ Ու եթե բոլոր հերթագրվածները ելույթ ունենան, դա վաղը փաստորեն չի ավարտվի։ Ասեմ, որ ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ վաղը լինելու է վաղարշաբաթի դատարանում վեհափառի դատին, նա որպես մեղադրյալ է կանգնելու դատարանի առջև։ Մենք կլինենք վաղարշաբաթում ժամը 4-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ։ Իսկ փոխխոսնակի ընտրությունը, եթե հենց այդ ժամին եղան, կմասնակցեն, հարցրեցի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, ասաց իրենց համար առաջնահերթություն են համարում կրոնական պարտքը։ Իսկ եթե պատգամավորները որոշեն հանել իրենց ելույթները կամ որոշ պատգամավորներ որոշեն, շատ հնարավոր է, որ ընտրությունը հենց այդ ժամերին էլ լինի։ Մեր կրոնական պարտքը առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ։ Իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը դեռ չի որոշել կընտրի Վարդևանյանին փոխխոսնակի պաշտոնում, թե ոչ, խմբակցության ղեկավարը ասաց, հարցերի պատասխաններից, նաև ելույթներից է կախված եւ դրանից հետո քննարկում կանեն եւ որոշում կընդունեն։ Հարցերին հստակ պատասխաններ չի տրվում, շրջանցելով պատասխաններ չեն տալի եւ լիքը շատ այլ բաներ, որ կարեւոր է եւ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պնդում էր, որ իրենք չեն առաջնորդվի նրանով, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը հայտարարեց, որ դեմ են քվեարկել թե ազգային ժողովի նախագահի, թե երկու փոխխոսնակների թեկնածուներին։ Դա ինչ-որ մանր քինախնդրության նման մի բան կլինի, որպես այդպեսին մենք շատ ավելի բարձր ենք դրանից, կորոշվի քննարկման արդյունքներով, նաև խմբակցությունը որոշում կկայացնի եւ խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարի նաև կայացված որոշման դրդապատճառների մասին։ Ես նշեմ, որ հենց քաղաքացիական պայմանագրի ձայներից է կախված Վարդևանյանը կընտրվի ազգային ժողովի երրորդ փոխխոսնակ, թե ոչ, իսկ այդ պաշտոնում առաջադրումը օրենքով բացառապես ընդդիմությանն է վերապահված։ Իդեպ նույն թեկնածուն 3 անգամ կարող է առաջադրվել, եթե չընտրվի այս փուլում առաջին նստաշրջանում, հարցը փակվում է, հաջորդ հարցին են անցնում, հետո երբ ազգային ժողովը ձևավորված կլինի, էլի նույն թեկնածուն կարող է առաջադրվել։ Պարոն Վարդևանյան, Իշխանության հարցերը ամենակնճռոտ թեմաներին էին վերաբերում։ Քաղբանտարկյալներ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, դրա քառակուսի կիլոմետրի վերաբերյալ հարցեր հնչեցին։ Ընդունում է Վարդևանյանը, որ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, թե ոչ։ Քաղբանտարկյալների մասով ասած աննախադեպ է նրանց թիվը, իսկ տարածքի վերաբերյալ Վարդևանյանը ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է երկու տարբեր թվեր ասել տարբեր ժամանակներում 29743, 29800։ Իշխանությանը ակնհայտորեն նրա պատասխանները չէին բավարարում, շատ հարցերի վերաբերյալ, նաև այս հարցի վերաբերյալ նրանք խուսանավել էին դա գնահատում, անդրադառնում էին ընտրակաշառքի թեմային, ընտրությունների փուլում եւ դրանից հետո հենց ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ են ամենաշատ ընտրակաշառքի դեպքերով գործերը հարուցված եւ հիշեցնեմ, իսկ Արամ Վարդևանյանի պատասխանը այս հայտարարություններին եւ պնդումներին այն էր, որ այս պահի դրությամբ օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ չկա։ Իսկ ընտրակաշառքը նա անձամբ եւ իր ուժը պարսավելի են համարում։ Նրա քաղաքական անցյալին անդրադարձ եղավ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում է եղել 2017 թվականի մասին է խոսքը, վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի ցուցակով է պատգամավոր դարձել, իսկ հիմա ուժեղ Հայաստանի անդամ է։ Ասաց չի վերադառնալու փաստաբանությանը, իսկ հիմա իրեն միայն ուժեղ Հայաստանում է տեսնում։
Ինչպես պնդում էր հենց Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի քաղաքականությունն է նրանց ստիպել վերադառնալ քաղաքական դաշտ։ Միթե բավարար սկանդալային չէ այն հայտարարությունը, որը պարոն Ղազարյանը արել է, որպեսզի ոչ միայն հրաժարական տալ, ընդհանրապես ի սկզբանե չհայտնվեր ձեր ցուցակում։ Իշխանությունը այսօր եւս ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյանի հայտարարություններին էր անդրադառնում։ 2 տարի առաջ Ղազարյանը սահմանազատման ընթացքում սակրավորների աշխատանքից էր խոսել, երբ սակրավոր էր վիրավորվել, ականազերծման ժամանակ ասել էր մաղթում է, որ դա վերաբերի բոլորին։ Իշխանությունը այս հայտարարությունը բավարար է համարում, որ նա ուժեղ Հայաստանի ցուցակում չլիներ։ Թեև ինքը հանձնառությունը ստանձնել է, որ դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի, բայց եկեք այսպես մոդելավորեմ իրավիճակը։ Եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որևէ զինծառայող կա, որը այդ հայտարարությունից նույնիսկ 5 կամ 10% նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն խնդրեմ։ Բայց մի հատ բան էլ առաջարկեմ։ Եկեք այդ մոտեցմանը հենց տենց էլ նայենք այլ դեպքերում եւս։ Եկեք ներողություն խնդրենք այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը, որը այլևս դա չարեց, ասում էր, բա ինչի համար դուք չեք զոհվել։ Եվ քաղաքացիական պայմանագրից, այսպես ասեմ, երկրորդեցին ուժեղ Հայաստանից նախորդին հնչած հարցին, որը Ռուբեն Ռուբինյանին էր ուղղված։ Պարոն Վարդևանյան, դուք թուրք տեսել եք։ Վերջից գամ կարճ պատասխան։ Այո։ Իդեպ դուք երևի թե քաղաքական գործունեությունը, եթե պատկերացնում եք հարցերի այսպիսի ձևակերպմամբ, ես մեր թիմակիցների հարցերը այդպես ձևակերպված չեն եղել։ Մեր թիմակիցների հարցադրումները եղել են շատ ավելի հետաքրքիր։ Ելույթները վաղվա նիստում կշարունակվեն եւ երբ տեղի կունենա արդեն քվեարկությունը, դա վաղը պարզ կդառնա։